The community. Բարի գալուստ, քնարիկ։ Շնորհակալ եմ։ Կարող եմ ես էլ քեզ քո ընկերների նման քնար ասել, ոչ թե քնարիկ։ Իրականում կարող ես, բայց քնարիկ ավելի շատ եմ սիրում, քան քնար։ Okay, ուրեմն ես կասեմ քնարիկ։ Okay։ Վերջին անգամ երբ էիր եղել Միացյալ Նահանգներում։ Եթե չեմ սխալվում, մոտավորապես 18 տարի առաջ։ Այդ Միացյալ Նահանգները հիմիկվա Միացյալ Նահանգներից շատ է տարբերվում։ Գիտես, բավականին առաջին հերթին կնշեմ, որ այստեղ ունեմ արդեն իմ սրտին շատ սիրելի ու հարազատ մարդիկ, ու արդեն այդ ջերմությունը լիովին այլ է դարձնում ես Լոս Անջելեսը, այդպես ասեմ, ու քանի որ այս անգամ եղել եմ նաև Նյու Յորքում, Էդ էի ուզում հարցնեի, մինչև այստեղ գալդ Նյու Յորքում ես եղել։ Մի քիչ պատմի մեզ Նյու Յորքից։ Օրինակ ես Նյու Յորքը չեմ տեսել։ Ինձ պատմի, որ ես գրավեմ ու ես էլ ուզենամ գնամ Նյու Յորք։ Գիտես, դա խենթ ռիթմա կյանքի, շատ արագ, որ պետքա շատ ուժեղ լինես, հասկացա, որ այդ ռիթմը քեզ կուլ չտա։ Ու ես ունեմ մտերի մարդիկ, ովքեր որ Նյու Յորքում են, օրինակ քույրս Լուսինեն, որը որ փայլուն կարիերա է արել ու իր ուժերով արդեն շատ զգալի հաջողություններ ունի։ Ասում եմ Լուս, Աստված իմ, դու ես ինչ ուժեղ ես եղել, որ ես Նյու Յորքը քեզ կուլ չի տվել, որտեղ ինքը շատ հզոր է։ Երազանքս կատարվեց, հիմա կասեն դելով ինչ երազանք, բայց Բրոդվեյում ներկայացումն այլի ինձ համար երազանք էր, որովհետև հենց թեկուզ մասնագիտական դու հասկանում ես այդ կատարելության մակարդակը ու դու ասում ես Աստված իմ, այս ինչ քասթինգ է, որտեղ մենք կարողանում ենք, չէ՞, ասենք մեկը շատ լավ երգում ենք, okay, շատ լավ պարում ենք, բայց երբ որ դու խաղում ես, երգում ես, պարում ես միաժամանակ, վարքյանական այդ կոստյումները փոխում են ու դու մտնում ես ուրիշ տեսարը, չգիտեմ դա ինչ էր, մի հատ փոթորիկ էր ինձ համար, էմոցիաների փոթորիկ։ Ամենաշատը դրանից ես տպավորվել։ Այո, ու Նիագարայի ջրվեժից եմ տպավորված, առհասարակ Նյու Յորքը ինձ տպավորել է, այնպես որ էլի մեծ սիրով կգնամ Նյու Յորք, ես անգամ հուսամ ընկերուհիներս էլ ինձ կմիանան։ Էլի եկել էիր էլի։ Հիմա ասեցիր, որ տարբերությունը նրանն է, որ այստեղ արդեն ընկերներ ունես։ Դա հասկացանք։ Բայց այն ժամանակ են, այսպես մեր լեզվով ասենք, քեզ լավ ման տվել, թե հիմա ես ավելի լավ ման եկել։ Գիտես, կստեմ, որ ասեմ այն ժամանակ մեզ լավ ման չեն տվել, ասեմ ինչու, որովհետև իմ Գոհարի Ջավուկցյան բարեկամները այստեղ էին, եղբայրը մեր սիրելի Գևը, ինքը մեզ տանում էր ամեն տեղ։ Մամայիս ընկերներն էին մեզ շատ լավ ման տալիս։ Իսկ հիմա մենք եկել ենք մամայիս հետ ու մամայիս ընկերներին գումարվել են իմ ընկերները, ու դրա համար ես օրվա մեջ, անկեղծ եմ ասում, մի քանի ժամվա մեջ տեսնում եմ շատ տարբեր մարդկանց ու սիրելի մարդկանց ու օրը ժամը ինձ ուղղակի չի հերիքում այստեղ։ Նա ինչ հետաքրքիր բան ֆիքսեցի ես։ Եկել էիր մամայիդ ընկերները, հիմա դու եկել ես մամայիդ հետ, քո հետ եկել է աղջիկդ, այստեղ են քո ընկերները արդեն, ու քո աղջիկը տեսնում է քո ընկերների հետ, շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Արդեն հասցրել ես գնաս շոփինգի։ Գիտես իմ բոլոր խոցելի տեղերը։ Ես տեղեկացել եմ, որ դու շոփինգի սիրահար ես։ Դրա համար այդ հարցը մի քիչ մանրակրկիտ պատասխանի։ Ես նոր որ հետաքրքրվում եի, էլի ես գիտեի, որ օրինակ որ մտնում եմ տարբեր խանութներ, ինձ քարտեր են առաջարկում, դե ես ասեմ, որ այստեղի բնակիչ չեմ, ու ես ասում Աստված ջան, եթե ես այստեղի բնակիչ լինեի, մա պատկերացնում եմ ինչ պարտքերի մեջ էի խրվել, որովհետև ես անկեղծորեն տեսնում եմ, դա ինձ մոտ, չգիտեմ, ուղղակի երջանկություն է շոփինգ անելը։ Ու ես չեմ սիրում մենակ ինձ համար շոփինգ անել, ես սիրում եմ անպայման նվերներով այստեղից գնալ, ու ինչքան էլ իմ ասում են, դե լավ, բոլորը գալիս են, բոլորը արդեն բաց է այն ժամանակները չի, որ տիպը բառը այս կմոնտաժենք կամ չենք մոնտաժի։ Մի խոսքով, այսինքն այն ժամանակները չի, որ դու տենց ուզենաս բոլորին նվերներ տանես, բայց ես ամենայն դեպս ջանում եմ, որ իմ սիրելի մարդկանց նվերներով գնամ։ Ամենաշատը ինչ ես սիրում ստեղից շոփինգ անելուց, ինչ ես սիրում գնել։
Մարդ կա հագուստա գնում, մարդ կա կոշիկ, մարդ կա պայուսակ։ Դες ես հասկացել եմ, որ իմ թուլությունը պայուսակներն ու կոշիկներն են իրականում, բայց կստեմ, որ ասեմ հագուստին ուշադրություն չեմ դարձնում։ Բայց դրա հետ մեկտեղ ես կասեմ, որ Երևանում կան շատ ոճային հագուստներ։ Այստեղ կան բրենդային հագուստներ, այստեղ կան շատ հարմար ու լավ հագուստներ, բայց այն, որ ուզում ես շատ տարբերվես, դու դա կարող ես գտնել Երևանում։ Տարբերվես ի նկատի ունեմ որոշակի բյուջեի մեջ։ Այստեղ կարող ես, հա, չգիտեմ ինչքան գումար տաս, չգիտեմ ինչ բրենդ առնես, տարբերվես։ Բայց այնտեղ դու կարող ես օրիգինալությամբ, օրիգինալ հագուստով տարբերվես։ Հասկացա։ Քնար, այս ժամանակահատվածում կներես քնարիկ։ Այս ժամանակահատվածում արդեն հասցրել ես շատ հայերի տեսնել, քո ընկերներն են այստեղ բարեկամները, մտերիմներդ, անընդհատ ինչ որ տեղեր ես գնացել, ինչ ես ֆիքսել այստեղի հայերի հետ կապված։ Ինչպիսին են իրանք քո աչքերով։ Գիտես, այստեղի հայեր, որ ասեմ, դե իմ մտերիմներն են, իմ սիրելի մարդիկ, որոնք որ իրենց հոգին ու սիրտը սենց բացած սպասում էին մեզ գրկաբաց, ուզում են մեզ տանեն բոլոր լավագույն ռեստորանները, բոլոր լավագույն վիույով ռեստորանները, իդեպ ինձ միշտ տանում են ինչ-որ բարձր տեղեր տանիքների հետ կապված, բայց անկեղծորեն ասեմ, ինձ համար մեկ բաժակ սուրճը, չգիտեմ, այստեղի Starbucks-ում ասեմ, չէ, երբ որ վերցնում ենք ու ընկերուհիներով մեքենայով գնում ենք, ես երդվում եմ դա ինձ համար իսկապես երջանիկ ակնթարթ է։ Իմ ընկերուհիները կփաստեն, որ ես միշտ ասեմ Աստված իմ երեխեքի մազգում եք, որ ես երջանիկ ակնթարթ է։ Իրականում այ մենք ճանապարհին գալու զրուցում էինք, որ ես շատ կուզեմ, որ մեր այստեղի հայերը կապ չունի, որ այդ բրենդները հասանելի են, ես այնքան եմ ուրախանում, որ իմ ընկերուհիները այդքան գեղեցիկ մեքենաներ են վարում, այսինքն այն ինչ որ սենց շատ անհասանելի է թվում, այստեղ դառնում է հասանելի, բայց ես շատ եմ ուզում, որ այդ փոքրիկ ուրախությունները մենք չկորցնենք, այսինքն փոքրիկ բանից ուրախանալու ունակությունը չկորցնենք, որովհետև կյանքը շատ ավելի գունավոր է այդպես։ Հիմա Ամերիկան քեզ համար ինչի կամ ում հետ է ասոցացվում։ Իմ ընկերուհիների։ Անկեղծ։ Ես մենք Փառք Աստծո Աստծուն ենք շնորհակալ, մենք տանիքներով մեկնել ենք արտերկիր նկարահանումների ու ես այնքան երջանիկ եմ ասում շնորհակալ դրա համար, բայց ոչ միտեղ իմ սիրտը Սիրտս ոչ միտեղ այսքան ուրախ ու երջանիկ չի եղել, որովհետև այստեղ իմ ամենամտերիմ մարդկանց մեծ մասն է ապրում։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Ուզում եմ լինել խելացի դերասանուհի, սա ասել ես դու, երբ քեզ հարցրել են ինչի ես սովորում ռեժիսորական բաժնում։ Էլ ինչն է կարևոր լավ դերասանուհի լինելու համար։ Գիտես, ինձ համար շատ կարևոր է, որ դերասանուհին օրգանիկ լինի միշտ բեմում։ Որքան էլ մենք ունենք տարբեր դպրոցներ, բայց ես վերապրման թատրոնի դերասանուհի եմ ինձ համարում, ու ամեն անգամ ներկայացումից հետո ես լինում եմ քամված լիմոն, անգամ հաջորդ օրն եմ այդպեսին լինում, բայց չեմ կարող բացատրել, ես միշտ ասեմ, որ թատրոնը այդ իմ սիրտն է։ Քնարիկ իսկ կարևոր է, որ դերասանուհին նաև սիրուն լինի։ Կարող է հարցս մի քիչ անտակտ լինի, բայց ինձ հետաքրքիր է։ Գիտես, երբ որ ես նոր էի ընդունվել ինստիտուտ, ինձ համար այնքան կարևոր էր, որ դերասանուհին շատ գեղեցիկ լինի։ Հետո երբ որ նայեցի Ֆելինի Կաբիրիայի գիշերները Ջուլիետա Մազինիով, որտեղ ինքը ցածրահասակ, վերջին ֆինալի տեսարանում գալիս այդ խապված, սենց լղոզված դեմքով աչուկներով արցունքները գնում են ու ինքը ժպտում է։ Ինքը ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհին էր այդ պահին, որովհետև ինքը այնքան անկեղծ էր։ Ու հասկացա, որ կապ չունի դու ցածրահասակ ես, բարեկազմ ես, գեղեցիկ ես, կարևոր է որ իսկական լինես։ Արի այսպես մի բան պատկերացնենք։ Ես գիտեմ, որ թատրոնը քո կյանքն է։ Ես գիտեմ դու թատրոնը ինչքան շատ ես սիրում, քո բոլոր հարցազրույցներում դու դա անընդհատ նշում ես։ Քո բոլոր մտերիմ մարդիկ ասում են, որ քնարը առանց թատրոնի գոյություն չունի։
Բայց արի այսպեսի մի բան պատկերացնենք։ Եթե դերասանուհի չդառնայիր, ինչ մասնագիտություն կընտրեիր։ Գիտես, ես միշտ երազել եմ վարել հաղորդում։ Ահա։ Էլի եմ կկրկնվեմ գուցե, բայց Oprah Winfrey-ն ինձ համար եղել է կատարելության պես, որովհետև երբ որ ես նայում էի իր ինտերվյուները ու մարդկանց հետ հաղորդակցվելու ձևը, անգամ գրկախառնվելը ու չվախենալ իր հյուրերին գրկել, դիպչել, կապ չունի դա տղամարդ է, կին է եւ այլն։ Ես միշտ ուզեցել եմ, որ ունենամ այն անկյունը, որտեղ մարդկանց հետ կարող եմ այն նման անկեղծությամբ ու անմիջականությամբ խոսել։ Քնարիկ, ես գիտեմ, որ դու հիմա խաղում ես մի ներկայացում, Ազատ զույգը, որը ֆանտաստիկ ներկայացում է։ Որտեղից գիտեմ, որովհետև տեսել եմ կարճ վիդեոներով, հանդիսատեսի արձագանքն եմ տեսնում։ Նախ ինձ ասա, որտեղից միտքը ղացավ, առաջարկում կողմից էր, ու հետո ամենակարևորը, մենք այստեղ երբ ենք տեսնելու այդ ներկայացումը։ Անկեղծ երազանքներից ցանկում այդ ներկայացումը այստեղ խաղալը։ Ունենք կադրում մենք, ափսոս։ Ներկայացման մեջ խաղում ենք ես եւ Մխիթարը Ավետիսյան, ներկայացումը ըստից այսօր շատ արդի է, որովհետեւ ազատ հարաբերությունների մասին է։ Եվ հուսամ, որ մոտ ժամանակներս գոնե աշնանը, այստեղ կկարողանանք այդ ներկայացումով հանդես գալ։ Ներկայացումը ունի իր երգը ֆինալային, որ անկեղծ եմ ասում, ներկայացումից հետո մարդիկ ուղղակի պահանջում էին այդ երգը, խնդրում էին ոնց կարող են այդ երգը լսել, ու իմ շատ սիրելի երգի թատրոնի տնօրեն ու բոլորիս կողմից շատ սիրված Մանեն Գրիգորյան, անկեղծ այնքան շնորհակալ եմ Մանեին, նկարահանեց տեսահոլովակը, այսինքն ներկայացման հատվածներով մենք ունենք այդ տեսահոլովակը, հատուկ նկարել ենք, որպեսզի երգը հասանելի դառնա մարդկանց, ու կարծում եմ, որ տարբեր հարթություններում, հարթակներում, հա, այդպես չգիտեմ, այդ Spotify-ն ասում, չգիտեմ, ես լավ չեմ հասկանում այդ ամենը ոնց է տեղադրվում, բայց Մանեին խնդրել եմ, որ այդ բոլոր հարթակներում մենք երգ ունենանք։ Մոռացել եմ քեզ հոգիս, այդպես է երգը կոչվում։ Քնարիկ, երբ որ առաջարկը եղավ, միանգամից առանց մտածելու համաձայնվեցիր, թե կասկածներ ունեի։ Գիտես, շատ անկեղծ կասեմ, որ առաջարկը իմն է եղել։ Ահա։ Ես շատ էի ուզում, քանի որ 0 կետում էի հայտնվել որպես դերասանուհի, ինձ ուղղակի թթվածնի պես պետք էր մի ներկայացում, մի դեր, որը որ ինձ նոր շունչ կտա ու նորից ինձ կենթանություն կպարգևի, այսպես ասեմ, ու իմ շատ լավ ընկեր Գրիգորը Խաչատրյան, բեմադրեց, մենք Մխիթարը տվյալ տղամարդու կերպարում հանդես եկավ, բայց անկեղծ ասեմ, ես ուրիշ կերպար, ուրիշ դերակատար չեմ պատկերացնում Մխիթարի դերում, որտեղ շատ տիպիկ Մխիթարի համար է այդ կերպարը, ու ինքը շատ լավ է խաղում, եւ հետաքրքիր է, որ Գրիգը լուծեց դա դաշնամուրի շուրջ, այսինքն մենք ուրիշ դեկորացիաներ չունենք, մեզ հարկավոր է մի հատ մեծ սև դաշնամուր, ու մենք կարող ենք ցանկացած վայրում այդ ներկայացումը խաղալ։ Ես շատ մեծ հույս ունեմ Արոյի հետ միասին, չէ Արո, որ մենք մի օր կտեսնենք այդ ներկայացումը, որովհետև մեր ծանոթները, ընկերները պատմել են մեզ այդ ներկայացման մասին ու ես բարի չէ, ես նախանձում եմ իրենց։ Դու հույս ունես, ես վստահ եմ, որ մենք դա տեսնելու ենք։ Վերջ, որ դու ասում ես, ես հավատում եմ, գիտես։ Քնարիկ, ես ուզում եմ խոսենք մի նաև շատ կարևոր նախագծի մասին, որը ստեղծել ես դու։ Ուզում եմ խոսենք սրտի տանիքներից։ Ինչպես եղավ, կպատմես սկիզբը, ինչպես եղավ միտքը, ինչի տանիքներում, ով էր առաջին հյուրը, ինչպես էի կանչում, չէ որ առաջին երբ որ նախագիծ է սկսում, շատ դժվար են հյուրերը համաձայնվում գալ։ Ես դա իմ փորձից եմ ասում։ Մի փոքր կպատմես այդ մասին։ Գիտես, ես ունեմ մի շատ լավ ընկերուհի, Լուիզա Նավասարդյան անունով, որը իմ համախոհն էր ու ինքը միշտ ասում էր, որ ստացվելու արի անենք, դեռ COVID-ի ժամանակ ինքը ասում էր արի հեռախոսով նկարենք, ես ասում էի չէ Լուիս, չի լինի հեռախոսով, ասում էր կապ չունի արի մի բան անենք, ասում Լուիս կամ դա պիտի շատ լավ անենք, կամ չպիտի անենք, պետք է նենց անենք, որ դա հրաշալի ստացվի։
Ես անկեղծ միշտ աղոթում ասում եմ Տեր ջան, խնդրում եմ բեր ինձ մարդկանց, ովքեր որ կօգնեն, որ իմ երազանքը կատարվի։ Ու մենք հանդիպեցինք Musa Production-ին, իմ շատ սիրելի Մովսեսին ու Գայանեին, ու ծնվեց սրտի տանիքներով։ Դա մեր համատեղ, այսպես ասեմ, հա, երեխան է Musa Production-ի եւ մեր իմ ու Լուիզայի, բայց ուզում եմ նաեւ էլի անկեղծ լինեմ ու ասեմ, որ հենց տանիքներում նկարելու գաղափարը թե ինչպես պետք է լինի տանիքներով, դա եղբորս գաղափարն է, Հրաչյոյի Զաքարյան, ով Շարմի գլխավոր ռեժիսորն է, ես միշտ իրան ասում եի, Հրաչ, լավ էլի մի հատ հետաքրքիր բան մտածի, որտեղ ես չէի ուզում երկու աթոռի նստեի ու խոսեի մարդկանց հետ, ու մի հատ շատ նեղացա իրանից, այս հիմա եթե Ռուբենը Ջաղինյան քեզ ասեր, դու հաստատ մի հատ շատ կրեատիվ միտք էիր մտածել իր համար ու նեղացա իրանից։ Ինքը զանգեց, ասեց քնար, գիտես, որոշել եմ, դու դա պիտի անես տանիքներում, ու քո սիրելի կարմիր շրթներկով երբեք չպիտի տանիքում լինես։ Ու ինքը ճիշտ է, ես երբեք կարմիր շրթներկով չեմ լինում։ Ես կյանքում շատ եմ սիրում կարմիր շրթներ, բայց տանիքներում ես միշտ լինում եմ իմ սմոքի այո, որտեղ ես միշտ սիրում եմ շեշտը դնել։ Բայց պատճառը ի՞նչն է, չասեց ինչի։ Գիտես, պատճառը այն էր, որ ուշադրությունը պիտի զրույցի վրա գնա, զրույցը շեղող ոչ մի բան չպիտի լինի, անգամ իմ շատ սիրելի Style by Gayan, որը որ միշտ անում է իմ լուքերը, հագուստները, ես միշտ ասում եմ, Գա, ես ուզում եմ, որ ինքը լինի ոճային, բայց ես չեմ ուզում, որ հագուստը իր վրա շատ ուշադրություն վերցնի, որտեղ իմ համար առաջնայինը դա հյուրն է, հերոսը այս դեպքում, ու որ ամբողջ ուշադրությունը լինի հերոսին, այսինքն ես պիտի օգնեմ, որ այդ հերոսը բացվի։ Իսկ անունը ինչպես ընտրեցիք։ Դա արդեն ես էի մտածել սրտի տանիքներով ու բնականաբար զանգեցի իմ շատ սիրելի Ավետ Վարսեղյանին։ Դե տանիքներով արդեն պարզ է, չէ՞ որ տանիքներում պիտի լինի, բայց քանի որ դա սրտի զրույց պիտի լիներ, այդպես որոշվեց սրտի տանիքներով։ Ավոն ասեց, քնա, շատ սերիալային անուն ես մտածել, բայց ասեց լավն է։ Անկեղծ ինձ շատ էր դուր եկել։ Մեր շատ սիրելի ընկեր Հայկը Մալխասյան արեց մեր լոգոն, որը որ մինչև հիմա կա ու ես դա շատ եմ սիրում, շատ սիրուն եմ մտածած այդ տանիքների անտենաների պահը, շատ կրեատիվ է։ Ու Հայկը առհասարակ իմ ձեռքին կրակն է անկել, ինքը եղբորս մանկության ընկերն է, բայց ավելի շատ ես եմ իմ եղբոր ընկերներին դիմում, քան ինքը։ Միշտ ես իրենց տարբեր հարցերով դիմում։ Իրանք միշտ ինձ օգնում են։ Քանի առիթը կա, ես երբեք դրա մասին չեմ ասել, որովհետև առիթը չի եղել։ Ես ուզում եմ ասեմ, որ մեր լոգոյի հեղինակն էլ է Ավետը Բարսեղյան։ Ձերը Ավետն է Բարսեղյան, իսկ իմը Հայկն է Մալխասյան, բայց դրա այդ մեկտեղ Ավետը Բարսեղյան ձեռագրի ու մենք տվել ենք արդեն դիզայներին ու նա լոգոն հավաքել է, բայց ամբողջությամբ Ավետի դիզայնն է, Ավոնն է որոշել, որը որից հետո պետքա լինի։ Ես անկեղծ ասեմ, ես միշտ ասում որ Ավետը իմ թալիսմանն է։ Ես իրեն շատ եմ սիրում, ինքը ինձ համար շատ հարազատ թանկ ընկեր է ու դեռ շատ երկար տարիներ առաջ, երբ որ մարդիկ չգիտեին իրեն որպես Ավետ Վարսեղյան, ինքը իմ տխուր եւ երջանիկ օրերի անբաժան ընկերն է։ Ես գիտեմ, որ Ավետն է եղել ձեր առաջին հյուրը, ճիշտ եմ։ Մի փոքր այդ ներքի խոհանոցից կպատմես, զանգում էիք հյուրերին, հրավիրում էիք, կային մարդիկ, որ հրաժարվում էին նկարվել։ Իհարկե, մինչև օրս էլ կան մարդիկ, որոնք հրաժարվում են նկարվել։ Բայց գիտես, ես գուցե սրտիս խորքում մի քիչ նեղանում եմ, շատ անկեղծ կլինեմ, բայց հետո հասկանում եմ, որ արդեն տանիքներով տեսնող մարդիկ պիտի ուզենան իրենց տանիքում տեսնեն, որովհետև դա սկանդալի մասին չի, դա շատ դիտողականություն կորզելու մասին չի, այդտեղ այդ անձնավորությունը, որը որ գալիս է, ինքը դառնում է մեր հերոսը։ Ու ես ասեմ, որ դրա այդ մեկտեղ նաև կան շատ առաջարկներ, որոնք որ մենք մերժում ենք, որովհետև ամեն մարդ չի կարող լինել տանիքներովում։ Ու ասենք շատ բաց ասեմ, տանիքներովը երբեք մենք, ոնց ասեմ, Եթե դուք չուզեք չեք նկարի։ Եթե մեր թիմը մենակ ես չի, առհասարակ թիմը չի որոշում, որ պետք է այդ անձնավորությունը լինի տանիքում, մենք չենք կարողանում նկարել։ Իսկ այսպեսի մի հատ կծողական հարց տամ։ Կան մարդիկ, ովքեր այն սկզբից հրաժարվել են նկարվել, բայց հիմա ուզում են նկարվել քո մոտ։ Կան մարդիկ, որոնք առհասարակ տանիքներովից առաջ կարող է տեսնել շատ աղմկոտ մի վայրում ու ուղղակի չտեսնելու տայն, բայց տանիքներովից հետո այդ մարդիկ ինձ գրում են,
Մի խոսքով։ Ես շատ ուրախ եմ, դա շատ հաճելի է։ Կա մի հյուր, որը ճակատագրական է եղել սրտի տանիքներովի համար։ Լավ առումով։ Գիտես, ինձ թվում է դա Lamborghini-ն էր, որովհետև նույնը կասեմ նաև Անտոնի Արսլանը, այսինքն մարդիկ, որոնք որ անհասանելի էին թվում, ես չէի կարող հավատալ, անգամ երազում, որ ես մի օր Lamborghini-ի որդու հետ, այդ լեգենդի որդու հետ, որը 70-ին մոտ անձնավորություն էր շատ հաճելի, կարող եմ նստել, չգիտեմ, կողքի ու տալ իրան հարցեր ու իրենց պատասխաններ ունեն, որոնք ես չեմ մոռանում, որոնք ինձ համար որոշակի առումով կյանքի դասեր են դառնում։ Ամեն հարցազրույցից ես լիքը բան եմ սովորում այդ մարդկանցից։ Քնարի, կա մի նախագիծ, որ վաղուց մտքումդ պահել ես, կամ ինչ որ մի բան, որ կապված է հենց սրտի տանիքներովի հետ, օրինակ, մտքումդ պահել ես երազանքի նման ու դեռ չի կատարվել, ուզում ես կատարվի։ Կան մարդիկ, կան շատ հայտնի մարդիկ, որ ես երազում եմ այդ մարդկանց հետ մի օր զրուցել ու ունենալ սրտի տանիքներով ու հուսամ, որ Աստված կգտնի էլի այն մարդկանց, ովքեր մեզ կօգնեն ու կբացի այն ճանապարհները, որոնք կտանի դեպի այդ մարդկանց ու այդ մարդկանց սրտերը։ Ու իմ ամենավերջին հարցը, որ դարձել է իմ հյուրերի համար պարտադիր հարց, բլիցից առաջ։ Եթե կորցնեիր հիշողությունդ ու ունենայիր մի հնարավորություն ընտրելու ընդամենը մեկ հոգու, ով կպատմեր քեզ քո մասին ամբողջ ճշմարտությունը։ Մտածիր, ով կարող էր լինել այդ մարդը։ Առանց մտածելու մամաս։ Ամեն ինչ գիտի քո մասին։ Կարծում եմ այո։ Քեզ գիտի բոլոր կողմերից։ I'm never buying you Coca-Cola. Այսօր մենք քնարիքի հետ ուզվում ենք, ծիծաղում ենք, ուրախանում ենք։ Գնանք բլիցին։ Գնանք։ Սուրճ թե թեյ։ Կրկնակի սուրճ։ Առավոտ թե երեկո։ Առավոտ։ Ուշացողն ես թե ժամանակին եկողը։ Ուշացողը։ Ամենակարևոր դերը, որ խաղացել ես։ Քեզ համար դա ո՞րն է։ Մեկը չեմ կարող նշել, Հացթուխի կինը եւ վերջի շրջանում Ազատ Զույգի իմ հերոսուհին։ Եղել է, որ ներկայացման ժամանակ բառերը մոռանաս։ Եղել է։ Ու ինչ ես անում։ Սարսափա, դա ակնթարթ է, բայց ոնց որ մեռն ես։ Հետո հիշում ես։ Ափսոսում եմ, որ Այ, հիմա չգիտեմ ինչի առաջին եկա, որ Ամերիկայում չեմ ծնվել Բրոդվեյում ներկայացումը նայելուց հետո։ նյարդայնանում եմ երբ։ Անհամբեր մարդ եմ, սպասել չեմ սիրում։ Անգամ Երջանիկ եմ երբ։ հերթերում ներվայնանում եմ։ Երջանիկ եմ երբ։ Այ հիմա էլ երջանիկ եմ։ Սիրում եմ երբ։ Միշտ։ Առանց սիրո չեմ կարող ապրել։ Նկարագրիր հային մի բառով։ Տաղանդավոր, հանճարեղ։ Մի բառ չի լինում հային ասելով։ Քնարիկ, ես շնորհակալ եմ քեզնից։ Ես գիտեմ, որ քո ժամանակը Միացյալ Նահանգներում շատ սուղ է, որովհետև դու ամեն վարքյան ուզում ես քո ընկերների հետ լինես։ Դու ուզում ես ամբողջ ժամանակը իրանց տրամադրես, քո ծանոթներին, հարազատներին, բոլորին տեսնել։ Բայց այսօրվա մեջ դու գտար այսպես մի հատ փոքրիկ ժամանակ մեզ տրամադրելու համար։ Ես ու Արոն քեզնից շատ շնորհակալ ենք։ Ես քեզ մաղթում եմ ամենայն մի հուզվիր, որովհետև ես էլ եմ հուզվում։ Ափսոս չեք տեսնում։ Բայց ես ձեր community-ին շատ եմ սիրում ու ես ուզում եմ, որ դուք միշտ հետևորդների ու դիտումների շատ մեծ բանակ ունենաք։ Ես հաջողություն եմ մաղթում։ Դուք շատ սիրուն ու լավ ճանապարհի վրա եք ու ամեն ինչ որ դուք հիմա անում եք շատ տարբեր է։ Թե ձեռագրով, թե տեսակով։ Ես ուզում եմ, որ Աստված էլ ձեր առջև բացի այդ դռները ու բերի էլի մարդկանց Աստծո կողմից, որոնք ձեզ կօգնեն ու կհարթեն ձեր ճանապարհը։ Շնորհակալ ենք։
Իսկ ձեր մոտ չեն գրկում, մեր մոտ գոռում են։ Մեր մոտ գրկում են, բայց ես ուզում եմ ամենակարևոր բանը ասեմ քեզ։ Մենք սպասում ենք քեզ քո ներկայացումով։ Մենք շատ ենք ուզում տեսնել այդ ներկայացումը։ Ես շատ եմ ուզում, ես ու Արոն շատ ենք ուզում ու ինչպես ասեց Արոն, մենք հավատում ենք։ Շնորհակալ եմ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։